Սահմանադրական դատարանը իրավական առումով եւ սահմանադրությամբ վերապահված գործիքակազմ է, որը ամեն դեպքում ընդդիմությունը պետք է գնար սպառելու համար բոլոր հնարավորությունները, որոնք կային բողոքարկելու համար վերջին ընտրությունների արդյունքները եւ կազմած հնարավորությունը պետք է օգտագործվեր եւ հիմա օգտագործվել է եւ այսօրվանից արդեն քննարկումները սկսվելու է։ Հիմա ինչ ակնկալի կարող է ունենալ ամեն դեպքում ՍԴ-ի կազմը ճանաչելով, բոլորս իմանալով ես չեմ կարծում անելու ա որոշում, որը Նիկոլ Փաշինյանի քիմքին դուրս չի գալու, ամեն դեպքում հրահանգը վերևից տրված է լինելու եւ ինչ որ հրահանգված է լինելու, ամեն դեպքում որոշումը գնալու այդ ուղղությամբ, ինչը որ 2021 թվականին էլ մոտավորապես նույն կերպով նկատեցինք եւ տեսանք եւ ականատես եղանք։ Ամեն դեպքում այս տարի մի քիչ տարբեր է, որովհետեւ աննախադեպ կերպով մեծ թվով քաղաքական ուժեր, որոնք մասնակից են եղել ընտրություններին, ՍԴ դիմելով պահանջել են ընտրությունների արդյունքների չեղարկում եւ ամեն մեկը տարբեր պատճառներով արմատական ընդդիմությունը այլ տեսակետ ունի, հիմա մյուս կողմի կրպանային ընդդիմություն կոչվածը այլ պատճառներով են նրանք էլ դիմել։ Ամեն դեպքում այս խնդիրը դրված է եւ թե նման թվով ուժեր դիմում են սահմանադրական դատարան պահանջելու համար, որպեսզի ընտրությունների արդյունքները ընդհանրապես անվավեր ճանաչվի, արդեն իսկ կարելի է եզրակացնել, որ այդ ընտրությունների հետ կամ ձևավորված նոր ազգային ժողովը ունենալու է լեգիտիմության շատ լուրջ խնդիր, անկախ նրանից թե ազգային ժողովը սահմանադրական դատարանը ինչպիսի որոշում կտա։ Հիմա երկու տեսակետ կարող է ունենալ։ Ամեն դեպքում, եթե պիտի այս ազգային ժողովը լինի, պարզ է, որ սահմանադրական դատարանը մերժելու է եւ ընտրությունների արդյունքները պահելու է այնպես որ կա եւ բան չի փոխվելու, այսինքն ամեն դեպքում լինելու այն ինչ որ 2021 թվականին էլ եղավ։ Բայց չգիտեմ, գուցե ես միշտ կանխագուշակում ունենք, որ կարող է պատահի սահմանադրական դատարան անակնկալ մատուցի, ինչու անակնկալ մատուցի, որտեղ ազգային ժողովի արդյունքները թեև ընդդիմության համար հաճելի չէին, որտեղ դրանով հնարավոր չեղավ մեզ համար որպեսզի իշխանափոխություն իրականացնենք եւ ձեւազատվենք այսօրվա իշխանություններից, բայց մյուս կողմից նայելով այդ արդյունքները թեև Նիկոլ Փաշինյանին ապահովեց ինչ որ մեծամասնություն, որը կարող է իշխանություն վերցնել եւ ունենալ ազգային ժողովը պահանի վերահսկողության տակ, բայց ամեն դեպքում դա այն արդյունքը չէր, որ ինքն էր խոսում դրա մասին եւ ամենակարևորը արդյունքը չէր, որ այդպես ասած իր արժեվ խնդիրներ դրված լուծելու, հատկապես Ադրբեջանի կողմից, նկատի առնելով այն պահանջները, որ կա Ադրբեջանի կողմից սահմանադրության փոփոխություն բան, եւ այս արդյունքներով ամեն դեպքում դրան չի կարելի հասնել։